Բարև ձեզ։ Եթերում է նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է Արա Ղուկասյանը։ Ողջույն Արա ջան։ Ողջույն, Շնորհակալ ենք, որ այսօր մեր տաղավարում ես։ Ձեզ եմ շնորհակալ եմ։ Ինչպես է տրամադրությունդ։ Մարտական, միշտ մարտական։ Քեզ ներկայացել ենք ընդհանուր զրույցի ֆորմատը, կարող ես բացման խոսքով հանդես գալ, եթե ունես, ու արդեն կանցնենք մեր հիմնական խոսակցության։ Հաճելի զրույց եմ մեզ մաղթում, որովհետև այստեղ ոչ միայն իմ ընկերներն են, այլ նաև ռազմաընկերները, ճիշտ է, մենք իրար հետ ցավոք նույն մարտի դաշտ է, այսինքն նույն շրջանը չենք կիսել, բայց դե ես Նույն գաղափարն եք կիսել։ միանշանակ համը գաղափարակից ենք եւ միևնույնն է ինձ համար բոլոր կրված մարդիկ էլի իմ զինակից ընկերներն են, եղբայրներն են, այնպես որ մեզ հետաքրքիր բովանդակալից զրույց։ Մինչև հիմնական թեմային անցնելը կուզենք իմանանք ինչով էր զբաղվում մինչև բանա գնալը կամ ինչ հասցրել էր մասնագիտություն ունենալ, ինչ ուսում էր ստացել։ Մինչև բանակ գնալը ագրարային համալսարանում եմ սովորել։ Ու մի ամիս, մի տարի ավելի կոնկրետ սովորել եմ ու այդտեղից արդեն գնացել եմ պարտադիր ժամկետային ծառայության, 4 բանակային կորպուսում եմ ծառայել, իսկ ինչը վերաբերվում է համալսարանական կյանքին, երբ որ վերադարձել եմ, արդեն շարունակել եմ ու ավարտել եմ ագրարային համալսարանը, սննդի փորձագետ եմ սովորել։ Այ մինչ ծառայությունը ինչպես էր կարծիքը բանակի մասին ու գնալով տպավորությունը ինչպես դարձավ։ Քանի որ ես զինվորականի զավակ եմ, իմ հայրը նույնպես զինվորական է, գնդապետ է, ես կոպիտ ասած պատրաստ էի թե հոգով, թե ֆիզիկապես։ Ես միշտ փոքր տարիքից մեծացել եմ հենց այդ կյանքով, այսինքն ոչ թե 2 տարի եմ ծառայել, այլ 20 տարի եմ ծառայել, ոնց որ պապայի հետ հավասար մենք ծառայում ենք, որ անգամ տեղափոխվում ենք, մենք միշտ պապայի հետ ենք լինում։ Միշտ գրավել է քեզ այդ միտքը, որ մի օր դու էլ զինվորականության հետ կապես քո կյանքը։ Կարծում եմ ոնց որ մեծամասնության մոտ, այսինքն զինվորականների զավակների մոտ միշտ էլ գրավել է փոքր տարիքից, միշտ հորս նայել եմ ու հասկացել, որ իմ հերոսը ինքն է ու ես կուզեմ նմանակվեմ իրան, նման լինեմ իրան։ Ձգել է իհարկե, շատ եմ մտածել դրա մասին, բայց այնպես ստացվեց, որ մի փոքր ուրիշ վեկտորով իմ կյանքը փոխվեց, բայց զինվորական ծառայությանը վերաբերվել եմ շատ լավ, սպասել եմ անգամ այդ օրվան, տենց հետաքրքիր պատմություն կա նաև, որ մի օրվա տարբերությամբ ինձ ոնց որ մի պրիզիվ ես ուշ գնացի բանակ, որովհետև ես ծնվել եմ փետրվարի 1-ին, ինձ ասեցին, որ մինչև ամսի հունվարի 31-ն է պրիզիվը։ Ու ես ասում եմ, դե հաջորդ օրը ծնունդս է, էլի մի քանի ժամ հետո եկեք միանգամից տարեք, ես գնամ շուտ գամ, ասեցին, չէ, օրենքը չի թողում, տենց ամառն եմ գնացել։ Իսկ արդեն զորամասում ինչ մասնագիտությամբ ես մասնագիտացել։ Զորամասում առաջին 6 ամիսը ծառայել եմ դիվիզիոնում որպես նշանառու, այնտեղ մենք հետաքրքիր տեխնիկաներ ունենք, տեխնիկաները սամոխոտկաներ են կոչվում, ես այդտեղ նշանառու եմ եղել, 6 ամիս սովորել եմ։ Ինքը 120 մմ-անոցն էր։ Ինքը, եթե չեմ սխալվում, դե 20-ի փողի վրա էր։ Ինքը սամոխոտկա էր, որի վրա դե 20 էր ու այդպես հետաքրքիր ամֆիբիա էր էլի, ամֆիբիա հետաքրքիր սիմբիոզ էր էլի, տեխնիկայի, ու բանի։ Զրահատանկային էր համարվում, թե հրթիռահրետանային։ Չէ, ինքը համարվում էր հրետանային, ինքը մարտկոցներ էր, բաշխված մի քանի մարտկոց էր, ու նենց ստացեց, որ ես նշանառու դարձա, ընդհանրապես անկեղծ ասած ես տեղեկ չէի, քանի որ հայրս մի փոքր ուրիշ մասնագիտություն է ունեցել, մի փոքր ուրիշ պաշտոն է ունեցել, հրետանու հետ ես կյանքում կապ չեմ ունեցել, բայց դե նենց ինձ բախտը վիճակվեց, որ գնացի հրետանավոր ու բավականին հետաքրքիր էր անցնում ծառայությունը, հրետանավորի ծառայությունը հետաքրքիր էր շատ։ Ամբողջ արդեն ծառայության ժամանակ հենց այդ տեխնիկայի վրա ես եղել։ Չէ, 6 ամիս հետո ես տեղափոխվեցի նռնականետային դասակ, բայց վերջին մոտ 1 տարին հետախուզական պաշտում եմ ծառայել որպես հետախույզ։
Հենց պատկերացումները այդ բանակային առօրյայի հետ կապված արդարացան քո մոտ։ Որոշ չափով այո, որոշ չափով ոչ, դե շատ ճակերտներ չեմ բացելու, բայց այն ինչը ես փոքրուց պատկերացնում էի, շատ բաներ կատարվեց, որտեվ ինքը շատ հետաքրքիր է, իրականում ծառայությունը որպես այդպեսին ինքը շատ հետաքրքիր, չեմ կարող ասեմ փորձ է, Ժամանակահատվածը։ հա, չեմ կարող ասեմ փորձ է, որովհետև իմ կարծիքով դա շատ ճիշտ է եւ տեղին, որ պարտադիր է, որովհետև բանակը քեզ ոչ միայն կառուցում է քո մեջ նոր ներաշխարհ ու կոփում է քո սիրտն ու հոգին մարմնի հետ միասին, այլ նաև քեզ տալիս է կյանքի մեծ դասեր, շատ նոր բաներ ես բացահայտում քո համար, շատ տարբեր տեսակի մարդկանց հետ ես շփվում, շատ տարբեր աշխարհայացքներ ունեցող ու դու դառնում ես ավելի պրոֆեսիոնալ ոնց է ճիշտ ձևակերպեմ միտքս, զրուցակից, ավելի պրոֆեսիոնալ զրուցակից։ Այսինքն, քանի որ բանակում ծառայում են այնպիսի մարդիկ, ովքեր դրսի կյանքում զբաղվում են ուրիշ բաներով, տարբեր մասնագիտություններով, օրինակ ինձ շատ հետաքրքիր էր իրանց մասնագիտություններից հարցնել, դե շատ մեծ էր գունդը, շատ մարդիկ կային, դու ոնց որ ամեն օր մի նոր բան ես սովորում, մի նոր պատմություն ես լսում, մի ինչ-որ հետաքրքիր փաստ ես Ամեն ինչ քո նոր է։ անցում, ամեն ինչ նոր է, հա։ Իսկ կոնկրետ հենց բուն ծառայության վերաբերյալ ծառայությունը նախ եւ առաջ մարդուն դիսցիպլինա է սովորացնում, որը ցավոք շատերիս կյանքում մինչ օրս անգամ բացակայում է։ Նախ ես անկեղծ ասեմ, կարող է անգամ մարդիկ ծիծաղան իմ վրա, բայց ես անկեղծ կարոտում եմ առավոտվա ժամը 6-ին քնից արթնանալու։ Ես նենց եմ ու կարոտում թարմ։ թարմ, ես զարմանում էի, օրեր են լինում, ես տենց 4-ին էի անգամ գիշերվա քնում, բայց 2 ժամ հետո, երբ որ ես արթնանում էի շեփորի ձայնից, Առույգ էր արդեն։ ես առույգ էի, ես պատրաստ էի կռոս վազեի, ես պատրաստ էի սար բարձրանայի։ Թե այդ ոնց է աշխատում, ես չգիտեմ, բայց այդ դիսցիպլինան, կանոնակարգը ինքը շատ լավ բան է, ինքը քեզ սովորացնում է պատասխանատու լինել պունկտուալ, լինել միշտ քո մտքի ամենաաշխույժ ժամանակահատվածում, դու քնած չես լինում, ներողություն կրկնվելու համար, բայց ինչքան էլ ուշ քնեիր, դու 1 ժամը 6-ին արթնանում էիր ու դու քնկոտ չէիր լինում, դու միշտ առույգ էիր, դու միշտ պատրաստ էիր, ու այդ շատ լավ բան է, ինչպես նաև առավոտվա ֆիզարյատկան, որ շատ էի ես սիրում, բայց էլի ցավոք իմ կյանքում էդ էլ է բացակայում, որին ես շատ եմ կարոտում, ու կային շատ հետաքրքիր բաներ, շատ լավ բաներ կա, իմ կարծիքով ծառայությունը իրոք պարտադիր է, ու ծառայությունը մարդուն շատ բան է տալիս, որը Ժամկետային զինծառայությունը քո որ թվականին է եղել։ 2018-ից մինչև 2020 թվական։ Այսինքն դու արդեն 20 թվականի պատերազմին քո պարտադիր զինծառայությունը ավարտած ես եղել։ Այո, ես հուլիսին եմ ավարտել զինվորական ծառայությունս, ու երբ որ պատերազմը սկսեց, շատ էի ուզում գնայի, բայց ոնց որ տենց չգիտեմ ինչի չէր ստացվում իմ գնալը, դե մարդկա ճիշտն ասած ես ինչը չգիտեմ, ես չեմ կարող ստույգ ասեմ, որ դա այդպես է։ Շատ մարդիկ կային ասում էին, որ դու նոր ես զորացրվել, ու պետք է ինչ-որ որոշ ժամանակ անցնի, որ քեզ թույլ տան դու գնաս։ Մարդիկ կային ասում էին աբսուրդ բաներ էին անկեղծ ասած ասում, բայց նենց ստացվեց, որ սենց կոպիտ ասած մխրճվեցի, շրջանցեցի կամավորական, հա, ու գնացի, կարողացա գնամ։ Ես որպես քո ընկեր գիտեմ նաև որ դու քո հայրիկի հրամանատարությամբ ես կռվել։ Այո, առանձնահատկություններն էլ հայրիկիս հրամանատարությամբ այդ մի ուրիշ պատիվ էր ինձ համար, նախ շատ ուրախ էի, որ ինձ հաջողվեց գնալ, որովհետև ես ինչ պատերազմը սկսվել էր առաջին օրվանից փշերի վրա էի նստած, ես չէի կարողանում ուղղակի նստել, լսել, կարդալ այդ լուրերը, չգիտեմ, իմ համար շատ բարդ էր, շատ դժվար էր այդ ժամանակահատվածը, կոնկրետ այդ սպասման ժամանակահատվածը, որը Արդեն ցավոք ռազմաճակատ երբ ես հասել։ ռազմաճակատ ես կոնկրետ ամսը թվով չեմ կարող ասեմ, բայց պատերազմի կամ 11 կամ 12-րդ օրն էր,
կամ երևի 12-րդ օրն էր, հա։ Մենք գնացինք սկզբից Ասկերան, Ասկերանից հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ, Ստեփանակերտից մինչև պատերազմի ավարտ մնացել ենք Շուշիում։ Անկեղծ ասած, երևի ոչ թե աղոտ եմ հիշում ամսաթվերը, այլ ուղղակի ուշադրություն չէի դարձնում ամսաթվերին։ Այս Դե հիմնակ ես անկեղծ ասած, հիմա որ ինձ հարցնեք քանի օր ես եղել, ես երևի կդժվարանամ ասեմ, որտեվ բանկը մոռանում եմ, բանկը անկեղծ չեմ ֆիքսել։ իսկ արդեն հիմնական մարտական գործողությունները որտեղից է սկսել, որ դուք ներգրաված եք եղել։ Մենք ճիշտն ասած մարտական գործողություններին ներգրավեցինք հակառակ մեր ցանկության։ Այսինքն մեզ երբ որ տարան Ասկերան, մենք դրամբոնում էինք, այնտեղ կար այդպիսի մի շենք, որ մենք այդ շենքում էինք ոնց որ ասած հավաքված, բավականին մեծ ջոկատերմերը ու տենց գիշերվա ժամը 2-2:30 կողմերը պայթյուն լսեցինք, դուրս եկանք բոլորով ու տեսանք, որ շենքը կեսը տրաքցրել են, բայց հետաքրքիրը այն է, որ շենքը բավականին երկար էր, ինքը մեծ չէր, բայց ինքը շատ երկար էր։ Մենք այդ շենքի սկզբնամասում էինք բնակվում, այդ մի քանի 100 հոգին, այսինքն այս ամբողջ շենքն է, այստեղ ենք մենք բնակվում, այնքան տեղը մնացած 80%-ը շենքի ազատ էր։ Նենց էր ստացվել, խփել էին այն մյուս ծերին, որտեղ մարդ չէր մնում։ Արթնանում ես, մեկ էլ տեսնում ես, սենց ծուխ է գալիս, առաջին բանը այն է, որ հասկանաս ինչ որ մեկը վնասված ստացել է, թե չէ, ինչ մի վատ բան եղել է, թե չէ, բայց դե Աստված մեր հետ էր ու բարեբախտաբար ոչ մի վատ բան չէր եղել։ Հետո իմացանք, որ փաստորեն ռուսական խոսք կա, ինքը շատ դիպուկ է ասում, որ նավոդկա էր։ Մի 90%-ով դա նավոդկա էր, որովհետև այդքան իդեալական կպնել հրետանիով, ինքը շատ բարդ է։ Վստահ եմ, մեզ շատ հրետանավորներ են նայում, կհաստատեն, որ հրետանիով 100%-անոց կպնելը այդ տոճկային շատ ու շատ բարդ է։ Այսինքն, երբ որ դու համազարգով կրակ ես կատարում, դու օրինակ միանգամից 5 հրետանի ա կրակում, հա, կա ինչ որ կոնկրետ տոկոս, որ այդ հավանականությունը կա կպնելու։ Ես չգիտեմ ինչի մի հատ կամ մաքսիմում 2 հատ կրակոցեր ու միանգամից կպել էր շենքին։ Դա հազվագյուտ երևույթ է դա։ Արդեն այդ իրավիճակից հետո ոնց դասավորվեց ձեր գործողությունները։ Այդ իրավիճակից հետո մեզ տեղափոխեցին արդեն Ստեփանակերտ, չէ, Մարտակերտ, մի քանի օր մենք Մարտակերտում մնացինք, հետո տեղափոխեցին Ստեփանակերտ ու տեղ էլ իրականում շատ հետաքրքիր պատմություն կա։ Ես արթնանում եմ առավոտյան ու տեսնում եմ, որ մեր ջոկատի 80-85%-ը գնացել են։ Տեսնում եմ մեր տղաներից, ասում եմ, բա ուր է մեր ժողովուրդը, ասում է գնացել են արդեն։ Ասեցի լավ։ Գնացել էին ինձ տուն, չէ, տեղափոխել են իրանց Մարտակերտից Ստեփանակերտ, որոնտեղից Շուշի պետք է գնային։ Ու նենց էր ստացվել, որ ինձ ոչ մեկ չէր անել քնից։ Ես ճիշտն ասած, որ շատ ենք, սենյակներ կար չէր երիքում, ես նենց սենյակում էի, որ մենակ էի այդ սենյակում։ Երևի մոռացել էին, ինձ հանեին, չգիտեմ, քիչ աբսուրդ է, բայց տենց էր ստացվել ու արթնանում եմ, տենում եմ չկան ժողովուրդ, հա։ Ասում եմ լավ, հարցնում եմ մեքենա կա, որ այդ մեքենայով կարող եմ գնալ, ասում են հա մեքենա կա, բայց դժվար կարողանաս գնաս, ասում եմ ինչի, ասում են դե դու եղել ես Արցախում, ասում եմ մի 2-3 անգամ հյուր եմ եկել, ասում են դե չես կարող գնաս, ասում եմ լավ, եկեք փորձենք գոնե, ու տենց նենց է ստացվում, որ կարողանում եմ համոզել, ինձ մեքենա տրամադրում են, վերցնում եմ զենքս, վերցնում եմ սակրավորական պարագաներս, դնում մեքենայի մեջ ու քշում եմ չգիտեմ ուր։
Չգիտեմ, նենց է ստացվում, որ ոնց որ Աստված ինձ հուշեր։ Ես ուրիշ ձև չեմ կարող այդ բացատրեմ, որովհետև տեղ կար, որ օրինակ ճանապարհը տանում էր ուղիղ կամ աջ, ես չգիտեմ, ոնց որ Իներցիայով ճիշտ ես իներցիայով գնացել։ ճիշտ եմ գնացել։ Կար տեղեր, որ ես հիշում էի իմ ենթագիտակցության մեջ, խրված էր այդ պահերը, ինչ որ տենց պավարոտներ կար, արձաններ կար, ինձ որպես կողմնորոշիչ օգնում էին իրանք, բայց նենց է ստացվում, որ ես մեքենայով համարյա հասնում եմ այնտեղ, որտեղ ինձ պետք է։ Հասնում եմ այդտեղ, դե հիմա ներողություն իհարկե, բայց չեմ կարող կոնկրետ ասեմ որտեղ ինչ։ Հարցում ասում եմ, էս այդտեղն է, ասում են, հա, ճիշտ ես եկել։ Սիպարք Աստծո, ասում եմ, բա դուք ստեղ էս ջոկատից տեղ եկեք, ասում են, հա, այն կողմ պետք է գնաս, գնում եմ, տենում եմ մեր տղեկը։ Ինչ ռեակցիա տվեց։ Ճիշտ ասած, առաջինը զարմացան։ Այս ինչի դու մեր հետ չէիր։ Ինչ ավտո է։ Չէին նկատել։ Չեն նկատել, ոնց որ թե։ Դե հայրս էլ նենց էր ստացել, ուրիշ տեղեր ինքը գնացել, չգիտեր էլ որ տենց ավազակություն եմ ուզում անեմ։ Ոսկով գնացի մեր տղեկին տեսա, մանկան ուրախությամբ բոլորին գրկեցի, սկսեցի պատմել, որ այն ծերից եկել եմ, հասել եմ ձեր մոտ ճամփա չիմանալով, չգիտեմ ոնց, ինչ որ գերբնական ուժ ոնց որ ասեր ստեղից աճ արա, ուղիղ արա։ Նենց ստացվեց, գնացի հասա տեղ, չնայած որ ճամփին բավականին անգամներ վախեցել եմ, որովհետև այդ ժամանակ արդեն ռմբակոծում էին 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամեն օր ռմբակոծում էին։ Ու նենց ստացվեց, որ այդ ճանապարհին էլ մի քանի 100 մետր են կողմ էլի ռմբակոծեցին։ Ես մենակ մի մտքով էի քշում, որ Տեր Աստված, լավ, գնում եմ, չգտնեմ տեղը, մենակ թե չգնամ նրանց մոտ։ Ես դրանից էի վախում, որ Աստված չանի, սահմանը անցնեմ, գնամ, նրանք էլ sense նայեն, ասեն էսով մենակով Ժամանակ սահմանել չկար, անդադ փոփոխվում է։ ավտոն քշելով տենց գնացի մտա։ Համ մի հոգի գերի, համ մի հատ ավտո։ Համ մի հատ ավտո, նենցա լավ ավտո էր։ Որտեղ պաշտպանություն արդեն անցակ։ Այդ մի քանի օրը մոտավոր 3 օր Մարտակերտ, Ստեփանակերտ, Մարտակերտ ոնց որ ուզում էին հասկանային ամենաթեժ կետը, այդ Գարեջե տոչկան որտեղ է, որ Բերեբրոս անեին, նե արդեն պատերազմի վերջերը չէր, բայց կարելի ասել կեսերն էր, երբ որ Շուշիի վրա արդեն սկսեցին հարձակումներ անել, դե հիշում եք ասում էին, որ դիվերսիոն խումբ կա, իբրև թե իրենց Յաշմայից մտել են, ու նենց ստացվեց, մեզ միանգամից Շուշի տեղափոխեցին։ Շուշիում բավականին երկար մնացինք, բավականին թեժ էր Շուշիի անցկացրած ժամանակահատվածը։ Նենց ստացվեց, որ հենց առաջին օրը էլի մենք ռմբակոծության տակ ընկանք։ Մենք գնացել ենք այնտեղ համալսարան կար, այդ համալսարանը բունկեր ուներ։ Այդ համալսարանի բունկերը ամբողջ մեր զորքը այդտեղ էր տեղակայված ու ոնց որ մի քանի հոգի էլ դուրսը բան էին անում, էլի հերթապահություն էին անում, հա։ Նենց ստացվեց առաջին օրն է, որ դե այդ ամբողջ ճանապարհը մենք եկել ենք գիշերով, մեքենաները իրարից մի քանի մետր հեռավորության, տասնյակ մի քանի մետր հեռավորության, լույսերը անջատած, սենց կալոննայով շարքով գնում ենք։ Գնացինք, որ հասանք տեղ, արդեն դե ոչինչ չկար էլի, ուղղակի ամեն մեկը իր սպալնի մեշուկը, փռեցինք հատակին, որ պառկենք, գլուխս դրեցի, երևի մի 10-15 րոպե սենց հանգիստ պառկեցի, արդեն պլանավորում էի ինչ երազ պիտի տենամ, մեկ էլ խփեցին էլի, բայց այս անգամ շատ ուժեղ խփեցին ու այս անգամ դիպուկ խփեցին։
Մեզ հետո նորից եմ ասում, ես մինչև վստահ չիմանամ, չեմ կարող վստահ ասեմ, բայց մեզ ասեցին, որ սմերջ էր խփել։ Այն Սմերջ շենքին, չէր որտեղ որ դուք այն եք։ շենքին, որտեղ որ մենք ենք, հա։ Հնարավոր էր իրականում, որովհետև որ դուրս եկանք առավոտը նայելու, լավ էր, որ չէր փակել այդ բունկերի մուտքը, չէր փակել, էլի, քարերը ջարդվել ընկել էր, ամբողջ համալսարանը վերացել էր։ Համարյա հողին էին հավասարցրել, էլի, այնտեղ մի քանի հարկանի էր ինքը, ոնց որ տենց մի հարկ էր էլի մնացել համարյա։ Սենց ամբողջ հողին ոնց որ կտրած լիներ վերևը։ Մեծ Զորամասին էլ որ սմերջը խփել էր, այդ տիպի սենց մտել էր։ Հա, հա։ Ինքը Մի քանի հարկ ոնց որ ինքը պրոստը այսպես վերցնել տաներ հետը։ Առաստաղ չկար էլի արդեն բաց էր։ Մի քանի տեղ բաց էր, ոնց երկնքին էինք նայել։ Դուրս եկաք, հա, հետո Չէ, դուրս չեկանք այդ պահին։ Այդ պահին դուրս չեկանք, մենք դուրս եկանք մի փոքր ուշ, որովհետև հնարավոր էր կրկնակի հարված։ ինքն քիչ թե շատ Իրանք պատասխանված էի հա, գտել։ հա, որովհետև իրանք շատ ժամանակ, ասեմ, հենց դրա վրա է հույս են կապում, որ եթե միտեղ հարված են, տենց մարդիկ դուրս կգան, կսկսեն փախնել, Երկրորդ, երրորդ հարվածով երկրորդ, երրորդ կբռնեն իրենց։ հարվածով, հա, կվերացնեն։ Մենք դուրս չեկանք, այդ ժամանակ բավականին շատ վիրավորներ ունեցանք, ու մնացինք այդտեղ, որոշում կայացվեց, որ էլի պետքա մնանք այդտեղ, ու մենք ոնց որ չիրիդավալի բան ենք անում, գնում էինք դիրքեր, մի քանի օրով հետ էինք գալիս, ոնց որ հանգստանալու տենց էլի, այդ ձևով էր, ու ոնց որ էլի տենց մի քանի օր անցավ, էլի այդ համալսարանի բունկերում էինք, արդեն հայրս էլ էր եկել։ Նենց ստացվեց, որ էլի խփում էին, ես ուղղակի դուրս եկա, որ ծխեմ, այդ մուտքի դիմաց բունկերի կանգնեցի, ու հայրս ինձանից մի 6-7 մետր հեռու էր, ասեցի ձեն տամ պապային, ձեն տվեցի, ասեցի պապ, մենք էլ այդ պահին խփեցին էլի, երևի մի 200-ից 300 մետր են կողմ, այդի սմերջ էր, այդի սմերջով խփեցին, որովհետև ինքը նենց մի հատ սենց պայթյունի ալիք բերեց, որ ես ու պապան միանգամից սենց ընկանք։ Այդ ժամանակ էլ ձեռք բերեցի կանտուզիաս, ձախ ականջից թմկա թաղանթը տրաքեց, ներվը ամբողջովին վնասվեց, ու այդ ձախ ականջս շատ վատ է էլի լսում, կարելի ասել չեմ լսում ձախ ականջով։ Ես այսպես էի կանգնած պապային, պայթյուն այն կողմից, սենց միանգամից տապալեց էլի։ Ու լավ էր, որ ասկոլկաները չկպան շատ։ Կպան, բայց շատ չկպան, որովհետև շատ լավ ենք իրոք, հայևարի ասած լավ ենք պրծել, շատ լավ ենք պրծել, որովհետև ինքը նենց մի հատ ալիք տվեց, որ այդ ալիքի տակ մնալը մահացու էր, շատ ցածր էր հավանականությունը, որ կարաս ողջ առողջ այդպիսի ալիքից հետո ոտքերի վրա կանգնես։ Ես տենց մի քանի վայրկյան տենց կոնտուզիայի մեջ էի, երբ որ կողքը տրաքում է մեծ ալիքը, դու սենց մի քանի վայրկյան չես հասկանում ինչ է քո հետ կատարվում։ Ոչինչ չես լսում, մենակ ականջներիդ մեջ ծնգոց է, շատ բարձր ուժեղ, գլուխդ ահա որ ցավում է, այսպես դիմացդ ինչ տեսնում ես, ես գնում գալիս է, սենց մի քանի հատ է այդ ամեն ինչից դառնում։ Ուզեցի կանգնեմ, ընկա էլի ուզում էի կանգնել, էլի ընկնում է ինքը, ոնց որ սենց գլուխդ վերցնի ու սենց թափ արի, ահա որ ուժեղ, ոնց որ բլենդերի մեջ լինես, սենց բլենդերը միացնում են մաքսի վրա ու դու սկսում ես ֆռալ։ Շատ վատ էր, բայց տենց մի քանի րոպե անցավ, աշկերտս որ եկավ տեղս, արդեն այդ պատկերը սկսեց մի հատ դառնալ, միանգամից մտքիս պապան էր, տենամ ոնց է պապան։ Հենց հայացքս թեքեցի, տեսա պապան էլա պառկած, միանգամից գնացի մի ձև պապայի թևը գցեցի ուսիս, քայլեցինք դեպի
մուտքը բունկերի, որ մտնենք այնտեղ առաջին բուժօգնություն ցույց տանք։ Ու բարձվեց երկուսիս ականջն էլ վնասված է։ Հա, ինձ հետո նվեր տվեցին սլուխավոյ ապարատ, որը ես չեմ կրում, բայց դե նենց ստացվեց, որ հա, սլուխավոյ ապարատի կարիք ունեցա։ Այս փարքասը, որ լսողությունս կամաց չի ասի լավանում է, բայց բացվում է ու նենց է ստացվում, որ արդեն այս մի ականջով շատ լավ եմ էլի լսում, կոմպենսացնում է այս մեկի վատ լսելը։ Ու իրոք փառք Աստծո, շատ լավ է, որ մենակ այդ կանտուզիայով եմ էլի վերադարձել, որովհետև իրականում շատ լավ ենք մենք, իրոք շատ լավ ենք, Աստծով ենք հանդեպ բրծել, որովհետև շատ խառն էր Շուշիում իրավիճակը, Ուղիղ գրողներ կային, որ դուք եք կարողացել ձեր ուղիղ գրողներ, չեզոքացնել։ այո, ուղիղ գրողներ եղել է, որ մենք ենք չեզոքացրել։ Շուշիում Ղազանչեցոնց եկեղեցու կողքը ինքը նենց ձևով է, այդ ճանապարհը, որ սենց աչով վերև ես բարձրանում, ինքը դիք է էլի, մի հատ էլ ճանապարհ կա, այսքով եռանկյուն խաչմերուկ է էլի։ Մենք այդ Ղազանչեցոնցի կողքն ենք, մեզ ասացին, որ դիվերսիոն խումբ է մտել, ու նենց ստացվեց այդ դիվերսիոն խմբին մենք տեսանք։ Հեռավորություն ինչ կարգ էր։ Հեռավորությունը մոտավոր մի 100 մետր կամ ավելի քիչ, անգամ երևի մի 60-70 մետր։ Ինչից իմացանք, իրանք կանաչ լազերային ուկասկաներ էին օգտագործում։ Թե ես ճիշտն ասած չհասկացա, դա իրանք դնում էին, այսինքն ինքը նочное видение է, որը նաև ուներ, թե զենքի վրա էին դնում, բայց կային լազերներ ուկազատելներ։ Այսինքն որ սենց տանում այս կողմ այն կողմ այդ լազերը գնում է, ու մի քանի հոգի էին։ Ոմանք ես նաև նկատեցի, որ սև շորեր էին հագած։ Այսինքն սովորական ադրբեջանցիների բանը չի էլի, զինված ուժերի շորերը չի։ Սպեցնազի ջոկատ է եղել երևի։ Սպեցնազի ջոկատ էր բարձվում, հա։ Սև հագած, полный էպիկյորովկա էլի, մենք հենց շարքային ադրբեջանցի զինվորների ենք տեսել, որ այդ սովորական վիճակ էր էլի, մի հատ բրոնիկ էր, մի հատ կասկա էր, շատեր անգամ բրոնիկ չունեին, կասկա չունեին, հենց սենց գնում էին, շատ են գտնես տեսել, խփել։ Բայց սրանք ինչ որ սպեցսլուժբա էր, ինչ որ առանձին պատրազիլենիա էր, ես չհասկացա, բայց իրանք սենց полный էպիկյորովկայով ու իրանց ուրիշ զենքեր էր, լրիվ ուրիշ անծանոթ զենքեր, ինչ որ եվրոպական կամ ամերիկական զենքեր էր էլի, լրիվ սև, իրանք էլ հատուկ կասկաներով, այդ կասկաների վրա ինչ որ երևի այդ նочной приборը դրած, ինչ որ սենց լրիվ ուրիշ հոլիվուդյան կինոյից դրանց բերել էին երևի, չգիտեմ, ու դրանց որ տեսանք, փորձեցինք կոմունիկացիա հետները գտնել, որ հասկանանք կարող է մերոնք են, որտեվ շատ է լինում էլի տենց դեպքեր, որ չես իմանում, որ առանձին ջոկատ է, հատուկ ջոկատայիններն են օրինակ ու կրակ չի կարելի էլի բացել, մինչև վստահ չլինես, որ դիմացինը թշնամի է, իսկ այդ շատ դեպքեր էր տենց եղել։ Անգամ մեր մոտ էլ էր տենց դեպք եղել, որ դե կամավորականները որ գալիս էին, դե բոլորին նույն ֆորման էին տալի, բայց դե մարդ կար օրինակ ուրիշ ֆորմա էր հագնում։ Շատերը իրանց տնից իրաց տնից որսորդական ապրես, որսորդական ֆորմա է, չգիտեմ, սրանով ձուկ են բռնել, տենց մարդ էլ ունենք էլի։ Ու տենց որ չես ճանաչում, ուֆ մարդիկ կային ֆորմաներ էին բերում, ես չգիտեմ այդ ֆորմաները իրանց որտեղից, որ իրանց ֆորմաների գույնի շատ նման էր։ մի քիչ բաց ապրես, շատ նման էր։ Ոնց որ տենց բաներ ստացվում էր էլի։ Ասոցիացիաներ կար, հա։ Մենք նենց փորձեցինք իրանց մի երկու բառ ասենք հասկանանք։ Դե մենք ոնց ենք հասկանում, իրականում դա լավ տարբերակ էր, շատ աշխատող տարբերակ էր, որ երբ որ դու խոսում ես օրինակ, ճիշտ է ինքը լավ բան չի, բայց դե պատերազմական իրավիճակում շատ ու շատ օգնում էր։ Երբ որ դու հայի հետ կոմունիկացվում էիր,
Ինքը քեզ օրինակ պատասխանում էր չկրակեք, ես հայ եմ, խնդրում եմ մի կրակեք, ես հայ եմ, մի 90% որ հայ չի։ Դες գրագետ որ խոսում Ապրես, են։ գրագետ որ խոսում ա, դու հասկանում ես, որ ինքը սովորած է։ Բայց երբ որ ասում ա, տղեկ, ախպերներ, զենք հեյնյան տարեք, հասկանում ես, որ հայ է, էլի։ Կենցաղային բառերով ավելի Ապրես, կենցաղային խոսակցական, խոսակցական, դա օգտուբեր։ Ինքը ճիշտ է ժարգոնը լավ բան չի, ես չեմ սիրում ժարգոն, բայց ժարգոնը օգնում էր, որ տարբերենք, որտեվ իրանց մեջ մարդիկ կային, որ շատ լավ էին խոսում հայերեն, դա առանց չափազանցնելու։ Ես դա տեսել եմ իմ աչքով, ինչքան լավ են խոսում Հենց այդ հայերեն։ ժամանակ, հա։ Հա, հենց այդ օրերի ժամանակ։ Մի օգում բերել էին, ոչ բարվոք վիճակում, բայց շատ լավ խոսում են հայերեն։ Այսինքն ինքը ոչ գրական հայերենն է, ոչ մեր կենցաղային հայերենն է, ինքը իրանց հայերենը ինչ որ բարբառային հայերեն է։ Իրանք մաքուր չեն կարող արտահայտեն, շատ բառեր իրանք չեն կարող արտահայտեն։ հնչյունային համակարգից է Եզիկավոյ կարա բարյար կա, խնդիրը հա, լինի։ հնչյունային համակարգ կա ու եզիկավոյ բարյար կա, որ չես կարող կիրառես։ Ոնց որ օրինակ տառեր ունենք մենք, որ ռուսները չունեն, ամերիկացիները չունեն, չեն կարող իրանք այդ բառը ասեն ճիշտ հնչյունով։ Օրինակ ռուսները մягкий знак ունեն, ամերիկացիները չունեն, այդ իրենց համար բարդ է։ Նույնն էլ սրանց համար։ Կար բառեր չեն կարող արտահայտեն, բայց ընդհանուր նախադասությունը շարադրանքը իրանք կարող են ճիշտ դնեն։ Լավ սովորացնում են։ Մի խոսքով, փորձեցինք, հա, անցնենք այդ սև շորավորներին։ Տենց ձեն ենք տալի, բան ենք ասում, փորձում ենք խոսանք ու լավ լսվում է, էլի։ Մեկ էլ սրանք վազեցին։ Միանգամից վազեցին։ Սրանք հենց վազեցին, հասկացանք ինչ է։ Ձենքերը պահեցինք ու հավեսով շարան արեցինք, դե 2 հոգու խփել էինք։ 2 հոգու կարացանք խփենք, կոնկրետ ճակատ, սենց հակամարտություն երևի թե մենակ էդ է եղել։ Որովհետև իրականում որ բոլոր պատերազմի մասնակիցներին լսում ես, այնքան քիչ է եղել ճակատ կռիվ։ Հա, օրինակ Զենքի կռիվ շատ քիչ է եղել։ ընկեր ունենք, որ հենց Շուշիում էր, էլի մեր մոտ պատմելուց ա եղել, հենց վիրավորումը ստացել է այդ Շուշիի ճանապարհի վրա ու էլի նույն ձև պատահական դիվերսիոն խումբը դուրս է եկել, մի 30 մետրի վրա սկսել են իրար կրակել, բայց մինչև այդ էլի տենց առանձնահատուկ բան չի եղել էլի, դեմ դիմաց կռիվ, հենց այդ Հա, մի դրվագի պատճառով ինքն էլ վիրավորվել։ իրականում Շուշի շատ են դիվերսիոն խմբերը մտնում։ Եթե չեմ սխալվում, ամենաշատ դիվերսիոն խումբ հենց Շուշի է մտել, որովհետև Շուշին շատ դժվար է վերցնել է։ Ինչ ճիշտն է, Շուշին շատ բարդ է վերցնել է։ Իսկ օրինակ Գրեթե այնտեղ անհնարին բան է։ գտնվելուց ինչ կարծիք կար, որ ճանապարհով էին կարողացել իրանք այդքան դիվերսիոն խմբեր մտցնել։ Գարիկ ջան, հիմա որ ասեմ, բոլորիս մոտ հարցեր կառաջանա, բայց այդ հարցերը նաև կա իմ մեջ, որովհետև շատ անգամներ մենք լսում ենք, որ դիվերսիոն խումբը անգամ մեր թիկունքից մտել է։ Ոնց է հնարավոր այդպես բան։ Մենք չգիտենք։ Ես էլ ինչը չգիտեմ, ես չեմ կարող մեղադրեմ կամ թեորիաներ բերեմ, որ ասեմ սենց է եղել, կամ սենց է եղել, կամ սրանց պատճառով, նրանց պատճառով։ Ես չգիտեմ։ Հենց Շուշիից վերջում դուք եք դուրս եկել, Մենք հա Շուշիից վերջում ամսի դուրս ենք եկել։ քանիսին արդեն։ Նորից Էլի ամսով չես չեմ հիշի։ հիշի, չէ, էլի ամսով ես օրերը չեմ հիշի, չեմ Երևի ֆիքսել։ 1-2 օր առաջ, հա, կռվի ավարտից արդեն։ Կռվի, չէ, կռվի ավարտից երևի 3 օր առաջ, որովհետև կռվի ավարտից 3 օր առաջ Շուշի վրա մի գիշերվա ընթացքում մի քանի 100 սնարյադ միանգամից եկավ։ Թշնամու կողմից։ Թշնամու կողմից մի քանի 100 գրատ կրակեցին, մի քանի հատ ծանր հրետանի կրակեցին։ Ամբողջ քաղաքի վրա այդ ինտենսիվությամբ։ Ամբողջ քաղաքի վրա այնքան հրետանի էին կրակել, որ սենց հեռվից նայում էր, արդեն Ստեփանակերտում էինք։ Դե Ստեփանակերտից երևում է էլի Շուշին։ Նայում էր Շուշին վառվում էր։ Ուտեղ չեմ դիմացել, անգամ արցունք է եկել աչքերիցս, որտեղ նայում եմ այնտեղը, որտեղ մենք մի քանի օր առաջ էինք, մի քանի օր առաջը որն է, մի քանի ժամ առաջ էինք, այնտեղը, որտեղ մենք կռվում էինք մեր ընկերների հետ ուսառուս, հավասարացնում են հողին,
ու նայում էր վառվում էր, քաղաքը վառվում էր։ Ես այդ պատկերը մինչև այսօր հիշում եմ։ Մի Իսկ- գիշերվա ընթացքում ինչքան հրետանի կրակեցին, ինչքան սնարյադ եկավ այդ քաղաքի վրա։ Պայմանագրի կնքման օրերին արդեն որտեղ եք, որ իմացել եք պայմանագրի մասին ու առաջին տպավորությունները ինչպիսին էին։ Պայմանագրի կնքման ժամանակ մենք արդեն Երևանում ենք, որտեղ վիրավորներ ունենք, բուժօգնության կարիք ունեին։ բուժօգնության կարիք ունենք, ու իրականում մենք իմացանք, որ Շուշին է ընկել, Շուշին է հանձնված։ Այսինքն ձեր դուրս գալուց հետո դեռ Շուշիում մարտեր գնում էին։ Չէ, մեր դուրս գալուց հետո Շուշիում Զուտ մարտեր քաղաքը չկային։ այդքան վատ վիճակում էր արդեն։ Քաղաքը շատ վատ վիճակում էր։ Մենք երբ որ իջանք Ստեփանակերտ, մենք մի քանի օր էլ մնացինք Ստեփանակերտում ու Արդեն հետ եկաք Հայաստան։ չէ, մեզ ասացին, որ Շուշին չկա այլևս, ու մենք վերադարձանք Հայաստան։ Ու հետո իմացանք, որ վերջ։ Որպես օրինակ պատերազմի այդ ամեն ինչի միջով անցած մարդ, դու ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, այն երիտասարդներին ապագայի, որ հնարավոր է այդ իրավիճակում հայտնվեն։ Մարհասարակ Իհարկե։ բանակում ծառայելու վերաբերյալ։ Նախ իհարկե Աստված չտա, որ այդ իրավիճակում նորից հայտնվեն։ Լսեք, ցանկացած մարդ, ինձ թվում է ցանկացած մարդ դեմ է պատերազմին։ Պատերազմը շատ կյանքեր է խլում։ Պատերազմը միշտ ավարտվում է սեղանի շուրջ, ու պատերազմում միշտ տուժում են սովորական մարդիկ։ Իհարկե չեմ ուզի պատերազմ լինի, բայց ինքս որոշ տեղերից հակասելով պատրաստ եմ գնամ կռվեմ։ Ակամայից դու էլ ես արդեն Կամա թե մասնակից ակամա դառնում։ դու մասնակից ես դառնում, որովհետև դու սիրում ես այս պետությունը, դու սիրում ես քո երկիրը, ու եթե կա կռիվ ու անխուսափելի է այդ կռիվը, պետքա պատրաստ լինես անգամ ես ճիշտ է ձեր ֆոնային դրված գրքերի մեծ սիրահար եմ, թե Նժդեի, թե Վազգեն Սարգսյանի, թե Մոնթե Մելքոնյանի։ Ես իրանց պատմությունների վրա հիմնված մանկություն եմ ունեցել ես։ Անկությունից իրանց պատմությունները լսելով եմ մեծացել, ու իմ մեջ միշտ կա այն գաղափարը, որ հանուն քո պետության դու պետքա պատրաստ լինես անգամ զոհվելու։ Ես այդ մտքով եմ գնացել պատերազմ, ու շատ տղաներ կային, որ հենց այդ մտքով այնտեղ կռվում էին, ու իրանց ամեն մի անցկացրած այն րոպեն իրանք պատրաստ էին իրենց կյանքը տալ իրանց պետության համար։ Կրկնվեմ եւս մեկ անգամ, որ եթե լինի պատերազմ, ես նորից կգնամ ու նորից ես պատրաստ կլինեմ իմ կյանքը զոհաբերեմ հանուն իմ պետության։ Եթե ես գնացել եմ այնտեղ, ուրեմն ես ամեն ինչի եմ պատրաստ։ Ես անգամ մտքիս մի փոքր մաս չեմ անցկացնում, որ ես կարամ ինչ-որ մի բան լինի, որ ես հետ կանգնեմ այնտեղ կոնկրետ գտնվելով պատերազմի դաշտում։ Պատերազմի դաշտում դու իրավունք չունես անգամ մի մետր հետ կանգնես։ Դու չունես դրա թե բարոյական, թե ցանկացած իրավունքով։ Դու չպետք է վախենաս։ Վախենալը, լսեք, նորմալ երևույթ է, դա թե բնազդ է, թե ռեֆլեքս է, տարբեր մարդ տարբեր գաղափար ունի վախի մասին։ Վախը դա նորմալ է, ես էլ եմ վախեցել, բոլորս ենք վախեցել, բայց վախը դու պետք է կարողանաս համադրել խիզախության հետ։ Այսինքն իրանք նժարին պետք է լինեն մոտավոր հավասար։ Վախը պետք է նրա համար, որ դու անիմաստ խիզախություն չանես։ Այսինքն, որ քեզանից չի պահանջում այդ գործողությունը, բայց դու այդ գործողությունը անում ես ու վատ անդրադառնում։ Դու պետք է նաև փորձես, ինչքան էլ դա շատ բարդ է, մտավոր, առողջ լինես պատերազմի դաշտում։ Պետքա կոնցենտրացիան քո պահես, պետքա սառը գլխով դատես։ Շատ մարդիկ ցավոք եղել են, որ այդ խիզախությունը իրանց մեջ ոնց որ շատ է գերակշռել ու իրանք սենց
ճակատ գնացել են անկեղծ անիմաստ։ Ես Աստված իհարկե թող ինձ ների, բոլոր ինձ թող ներեն այդ արտահայտած անիմաստ բառի համար, բայց կարիքը չկար դրա։ Պետք է երկար մտածել։ Հա, սենց ասեմ, դե դա մի քիչ քննարկման առարկա է, որովհետև այնտեղ ընկերոջը խփեցին, դա իրա վրա ազդեցին, ուղղակի զենքը վերցրեց ու վազեց։ Ու ինքն էլ չկա, ցավոք։ Այնպես որ պետք է ամեն պահի դու Սկոնություն Այդ դրա համար էր տղեկ բանակը պետք։ Բանակը քեզ տալիս է բազա, ուսման բազա, առարկայական, ամենադասական, ամենամինիմալ գիտելիքները, ռազմավարություն, ռազմագիտություն, այսինքն որ դու այս բaragայում պետքա սենց անես, դու չպետքա տրվես էմոցիաներին, չպետքա բան անես, անմտածել քայլեր կատարես։ Դրա համար է բանակը տղեկ պետք։ Բանակը շատ կարևոր բան է։ Այդ 2 տարին քեզ սովորացնում է տարրական ռազմավարություն։ Կան մարդիկ, ովքեր խորանում են դրա մեջ, այդ տարրականը դառնում է պրոֆեսիոնալ, դառնում է մասնագիտական, ու մարդիկ դառնում են ռազմավար։ Բայց այն գլխավոր, բազային, հիմքային ռազմագիտությունը բանակը քեզ տալիս է, ու դու պատերազմի դաշտում պետքա կիրառես այդ բազան։ Դու չպետքա շեղվես այդ բազայից։ Այդ բանակի կարևորությունը, այդ բանակի տրված գիտելիքները, ինչպես նաև պատերազմում, ու ամենակարևորը, ժողովուրդ, եթե դուք ես անկեղծ ասած դա չէի ընդունում, որ օրինակ մարդ կար գնում էր պատերազմին, ասում էր չէ, գնացի իմ համար, չգիտեմ, ես ոչ մեկին չեմ քննադատում։ Բայց ես իմ համար անհասկանալի է օրինակ դա, որ եթե դու գիտակցում ես, որ դու որտեղ ես եկել, իմ համար այնպես է, որ ես գիտակցում եմ, որ ես մեռնելու եմ գնում, կոպիտ եմ ասում, բայց դե այդպես է։ Դու գիտակցում ես, որ դու կարաս հետ չգաս։ մեծ հաշվով տենց էլ կար հիմնականում։ Այո։ Դու գնում ես ինչի համար, որ կռվես, որ գոնե գնալուց քո հետ մի հոգու, 2-3 հոգու գոնե տանես իրանցից։ Ու պետքա պատրաստ լինես ամեն ինչի։ Ամեն ինչին դու պետքա պատրաստ լինես։ Ասեմ պարզ բառերով, դժոխք է։ Պատերազմի դաշտը դա դժոխք է։ Բայց դու կարաս այդ դժոխքում քո կանոնները դնես։ Ու դու թելադրես։ Դա կոչվում է ուժ։ Դա կոչվում է հոգևոր ուժ, դա ռազմական ուժն է, ֆիզիկական ուժն է, դա մտավոր ուժն է, ռազմագիտական ուժն է։ Դու կարաս թելադրես այնտեղ։ Դու կարաս հաղթող լինես։ Բայց դու պետք է այդ հաղթողի գաղափարախոսությամբ գնաս։ Եթե դու գնում ես այն գաղափարով, որ մենք դժվար հաղթենք, դե երևի կկռվենք, դե իրանք ուժեղ են ավելի, իրանք ավելի ուժեղ չեն։ Ասեմ իմանաք, իրանք շատ ավելի վախկոտ են, քան մենք, շատ ավելի վախկոտ են, քան մենք։ Իրանք երևի մի 100 դար պետք է ապրեն, որ իրանց պատմությունը հավասարվի մերին ու իրանք ունենան այն խիզախությունը, որ ունեցել են մեր 18-19 տարեկան տղեկը։ Ուղղակի չգիտեմ, հիմա այնց տենդենցիա է գնում, որ ոնց որ իրանք ավելի ուժեղ են։ Վախ, պատերազմի վախ, լսեք, երբ որ ասում են պատերազմի վախ, իմ համար այդ այնքան աբսուրդ է, որտեղ մենք ունենք հայոց պատմություն։ Հայոց պատմության պես պատմություն ունի երևի մենակ հունահռոմեական, պարսկական, եգիպտական, մի քանի ընդամենը երկիր ունի հայոց պատմության պես պատմություն։ Ու հայոց պատմության հիմքերից մեկը այն է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի հայ, ցանկացած հայ, անգամ Հայաստանի հայ չէ, դրսի հայ է, միշտ պատրաստ է եղել կռվին, միշտ պատրաստ է եղել թշնամու կոկորդը կրծի, ու ինքը ունակ է եղել դրան, որտեղ ուժեղ ենք եղել։ Մենք իրոք շատ ուժեղ ենք։ Հիմա էլ ենք մենք ուժեղ, ես վստահ եմ, որ մենք հիմա էլ ենք ուժեղ։ Ուղղակի
կա թույն, որ մարդը ինչքան էլ ուժեղ է լինում, օձը իրան կծում է, այդ թույնը երակներով երբ անցնում է, վերջ։ Մենք չպիտի թողենք, որ երակներով այդ թույնը անցնի։ Ես ինչքան էլ դաժան բան եմ ասում, բայց երբ որ կծում են ինչ-որ թունավոր օձ կամ կենդանի կծում է, այդ հատվածը կամ թունավորվում է կամ սկսում է բորբոսնել, այդ բորբոսնած հատվածը, երբ որ չի լինում արդեն բուժել, կտրում են։ կտրում են, ամպուտացիայի են ենթարկում, որ ամբողջ մարմինը չկործանվի։ Ես այդ բaragայում կողմ եմ ամպուտացիային, ես կողմ եմ կտրելուն, որ չթունավորվի ամբողջը։ Ես չեմ ընդունում, ես չեմ ընդունելու երբեք, երբ որ ասում են դե իրանք ուժեղ են։ Իրանք գլուխները պատին են տվել, թե մեզանից ուժեղ են։ Իրանք մեզանից ուժեղ չեն։ Մեր մի զինվորը իր մի զինվորի դեմ կանգնացնես։ Ոնց ասեմ, կարող է կոնֆետի թուղթի պես ճմրթի գցի զիբիլը մեր զինվորը։ Ուղղակի դա էլ է հոգեբանություն, է։ Հոգեբանությունից էլ է շատ բան գալի։ Եթե մեկը կողքից ինչ որ մի հատ հիմար ասում է, որ դու թույլ ես, դու չես կարա, մի լսի այդ հիմարին։ Մի լսի իրան։ Դու քո մեջ գիտես, որ դու ուժեղ ես։ Դու քո մեջ գիտես, որ դու կարաս դա անես։ Ուրեմն կողքի հիմարների ասածը մի լսի։ Մեծաշով այդ հիմարները կարան փորձ չունենալու արդյունքում էլ այդ ասեն, հա։ Համաձայն եմ քո հետ։ Բայց կան մարդիկ, որ այդ հիմարին լսում են։ Կան մարդիկ, որ կարան անեն այդ հերոսությունը, բայց հիմարի ասածի ազդեցության տակ ընկնելով իրանք մտածում են, որ իրանք հերոսության ունակ չեն։ Չպետք է լսել ոչ մեկին, ոչ ոքին։ Կարդացեք հայոց պատմությունը, ուսումնասիրեք ձեր մշակույթը, լսեք, թե ովքեր են եղել մեր պապերը, լսեք, թե ոնց է դարեր շարունակ, լինելով փոքր չափերով նկատի ունեմ պետություն, անգամ Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանը համեմատած գեր պետությունների այդքան մեծ չի եղել, բայց ուսումնասիրեք պատմությունը, տեսեք, թե լինելով այդպիսի փոքր պետություն, մենք ոնց ենք կռիվ տվել։ Մենք կռիվ ենք տվել միշտ։ Մենք կռվող պետություն ենք։ Մենք հանձնվող պետություն չենք։ 90-ականները մեզ վառ ապացույց։ Այդ ինչի 90-ականներին ադրբեջանական բանակը ըստ Ստատիստիկայի շատերի ստատիստիկայով ավելի ուժեղ չէ։ Իհարկե ուժեղ է եղել։ 90-ականներին էլ է տեխնիկապես ավելի զարգացած է եղել։ մարդկանց քանակով Քանակապես ռեսուրսներով ավելի զարգացած է եղել։ Բա ոնց եղավ։ Ոնց ստացվեց։ Տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում արդեն թռիչքաձև իրենց աճը միանգամից sense արտահայտված է եղած էլի մեր Դե կան շատ ֆակտորներ կան ինչի։ Բայց տեղում Այսպես, խնդիր բայց- լուծող մարդկանց դերը շատ կարևոր է։ Իհարկե կարևոր է, Գարեկ ջան, շատ կարևոր է։ Իմ համար կարևոր է ամեն մի անհատ։ Հա։ Իմ համար կարևոր է անգամ քաղաքում նստած մարդը։ Իմ համար կարևոր է թե այդ մարդը անգամ պատերազմի ժամանակ ինչ է խոսում։ Անգամ ֆիզիկական գործողությունը իմ համար այդքան չէ, ինչքան ինչ են խոսում, որովհետև ժողովուրդ, լսեք, պատերազմի ամենավատ բաներից մեկը դա դիզինֆորմացիան է։ Դա արհեստական խոճապ մտցնելն է։ Դա կիբեր պատերազմն է։ Այսօր այնքան է դարը զարգացել, որ կան պետություններ, որ կիբեր պատերազմով կարողանում են ուրիշ պետություն վերացնել։ Բերեմ մի քանի օրինակ։ Ճիշտ է, պետությունները չասելով չեմ ուզում շատ քաղաքականացնել, բայց կա պետություն, որ այդ կիբեր պատերազմի շնորհիվ X պետության նախագահի կամ վարչապետի, մի խոսքով գլխավորի պետության մակարդակը, վարկանիշը, մարքեթինգը այնքան է գցել, որ այդ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել։ Էս էլ ձեզ կիբեր պատերազմը։ Այդքան զարգացել է դարը։ Այդ առումով Սարգիս ջան, տեխնիկապես զարգացման, այո, այսօր շատ հզոր բան է ինֆորմացիան։ Մի հատ ճիշտ խոսք կա ասում, ում ձեռ է ինֆորմացիանը, նա ավելի ուժեղ է, նա ավելի հզոր է։ Կան շատ պետություններ, որ այսօր ինֆորմացիան իրանց ձեռքն է, ու իրանք շատ ավելի ուժեղ են, որովհետև կարողանում են իրանք համաշխարհային կարծիք ձևակերպել, որը այդպես չի։ Բայց իրանք իրանց ռեսուրսներով, իրանց վլիանիայով կարողանում են այդպես անել։ Կան շատ կան այդպես ընկերություններ։ Այո,
չպիտի խոճապ լինի։ Իմ կարծիքով ընդհանրապես ինֆորմացիան չպետքա դուրս գա։ Չպետքա դուրս գա։ Մարդիկ քննարկում են ստեղ էսա եղել, ստեղ այն ա եղել, մեր տեղեքը ստեղ են գնացել։ Էդ էլ է շատ խփում զինվորի հետևից։ Շատ ուժեղ է դա խփում զինվորի հետևից։ Երբ որ ամեն ինչ խոսվում է, ընդեղից մեկը խոսում է, որ արդեն էս ենք հանձնել, ըստեղից մյուսը ասում է, որ էսի Նոր հետ բան ենք ենք վերցրել, գրավել։ նոր բան ենք գրավել։ Չգիտեմ, իմ համար կա կոնկրետ պետություն, որ ուրիշ պետության հետ պատերազմի մեջ էր, ինքը հենց պատերազմը սկսեց, ամբողջ սոցցանցերը անջատեց։ Ու դա ճիշտ է, ու դա օգուտ տվեց։ Դա շատ մեծ օգուտ տվեց։ Ժողովուրդը համախմբվեց։ Դե ժողովուրդն էլ էր իհարկե համախմբված, բայց այդ զրույցները, որ էսի տվին, էսի վերցրին, էսի սենց այնին հենց, որը շատ ժամանակ իրականությունը չէր համապատասխանում, դա ավելի խանգարում է։ Դա շատ ուժեղ է խանգարում։ Ու իրականում նաև այնքան էր տեխնիկապես զարգացած, որ հեռախոսն էլ էր խանգարում, սմարթֆոնն էլ էր խանգարում։ Ճիշտ է, մարդկա ես իրան հասկանում եմ, ասում եմ, չեմ կարող ատուն չխոսամ, բայց էդ էլ էր խանգարում, շատ խանգարող հանգամանքներ կան, ֆակտորներ, բայց ամենակարևորը այդ որ դու քո մեջ իմանաս, թե դու ինչ ես ունակ, ու դու վստահ լինես, որ դա կարաս անես, դե քո համար անհնարին չի, միշտ լինես պատրաստ, միշտ, իմ համար ամենակարևորը դա է, որ միշտ լինես պատրաստ, դու կարաս ֆիզիկապես պատրաստ չլինես, դու կարաս ժամանակ ունենաս, ընձեռնես ժամանակ, որ դու ֆիզիկապես պատրաստվես վազելուն, թռնելուն, կռանալուն, ֆիզիկապես դու կարաս պատրաստ չլինես, բայց դու հոգեպես միշտ պետքա պատրաստ լինես, ես այդպես եմ, ես միշտ հոգեպես պատրաստ եմ, Աստված դա չլինի պատերազմ, բայց դե պատերազմական երկիր ենք մենք դեռ համարվում, մենք ունենք հարևան պետություն, որը տականք է, ու դու չես կարա տականքին վստահես, դու չես կարա տականքի ձեռքը սխմես, ես դա չեմ ընդունում, չեմ ընդունել ու չեմ էլ ընդունելու երբեք, մեկը որ տականք է, որ կարա քո մեջքից խփի, որ կարա նենց այն աստիճան վայրագություններ անի, որ այդ վայրագությունների հիման վրա կարան սարսափ ֆիլմեր նկարեն, ես նման տականքին երբեք չեմ վստահելու, ու ես միշտ պատրաստ եմ լինելու նման տականքի գլուխը կտրելուն, միշտ պատրաստ եմ լինելու, իմ կարծիքով բոլորը պետքա միշտ պատրաստ լինեն, միշտ պետքա պատրաստ լինես, որովհետև շնից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ շնից սպասելի է, դու կարաս իրան սիրես, պտտվես ինքը մոտիցդ կծի։ Իսկ ռազմական գործողություններից տենց տպավորիչ բան կա, որ քո համար շատ յուրահատուկ ա եղել։ Խոսքը պատերազմի Հա։ մասին է։ ու որպես նաև հետաքրքիր պատմություն կամ Ինձ հիշվող էլի, որ անդադ հիշվում ա քո։ Հետաքրքիր պատմություն հիշվող երևի Ղազանչեցոցի կողքի այդ դեպքներ, որ Հա։ իրան սպեցնազին հանդիպեցինք, անկեղծ ասած, տենց հիշվող բաներ կան, բայց 90%-ը վատ բաներ են, որը չեմ Դե ուզի հա։ բացաձայնեմ։ Լավ Հա։ բան քիչ կա։ Լավ բան շատ քիչ կա, դե լավը այն էր իրականում, որ մի ընտանիք էինք, կապ չունի, մեր ջոկատը կապ չունի, Արցախի ջոկատները կապ չունի, այստեղ մարզերի ջոկատները, որտեղ շատ մարդիկ կային, որ մարզերից էին եկել, շատ ջոկատներ կային, որ մարզային ջոկատ էին իրենք համարվում, ու արդեն ոչ թե ընկերական շփվում էր մեր մոտ, այլ ընտանեկան, ու ինձ դա դուր էր գալիս, ես շատ մեծ ջերմություն էի դրա մեջ տենում, երբ որ դու ծանոթանում էիր ինչ-որ մեկի հետ, օրինակ, մի քանի ժամ իր հետ շփվում էիր, հետո իմանում էիր, որ ցավոք ինքը էլ չկա, դու կարայ լացեիր, որովհետև այդ մարդը քո համար ոնց որ քաղաքացիական կյանքում դու շփվեցիր, ծանոթացար, գնացիր ու վերջ, դու չգիտես իրան, կյանքում էլ չես տենա, քեզ հետաքրքիր չի իր ճակատագիրը, այդ ժամանակ քո համար իր ճակատագիրը շատ կարևոր է դառնում, ու այդ ժամանակ դու զգում ես, որ ինքը քո հարազատն է, ինքը քո եղբայրն է, ներողություն,
Դու հասկանում ես, որ ինքը քո եղբայրն է։ Ու դա այդպես էլ պետք է լինի։ Դա շատ լավ բան է։ Երբ որ դու հասկանում ես, որ արդեն եղբայրականը գերակշռում է ուղղակի ծանոթին ու իմ համար այդ էր ամենալավը, որ ընդամենը մի քանի ժամվա ծանոթ մարդիկ պատրաստ էին իրենց կյանքը հանուն այդ մարդու Կողքինից զոհաբերել։ զոհաբերել տալ։ Այդ էր ամենահիշվող բանը, որը ես շատ էի ինձ լավ էի զգում, ես հպարտ էի ինձ զգում։ Ես զգում էի, որ ես հայ եմ։ Զգում էի, որ ոչ մեկին հետաքրքիր չի դու որտեղից ես, դու ում ախպերն ես, դու ում ընկերն ես, դու ինչ գործի ես, դու ինչի տեր ես։ Այդ ամեն Հավասար ինչը, պայմաններ էր։ այդ ջուրը ուղղակի գնում է մի կողմ։ Ոչ թե հավասար պայմաններ էր, այլ ընտանեկան պայմաններ էր։ Այլ դու հասկանում ես, որ մարդիկ մեկը մյուսի համար դողում են, մարդիկ պատրաստ են մեկը մյուսի համար կռվել, մեկը մյուսի համար մեռնել, մեկը մյուսի համար սպանել, մեկը մյուսի համար ինձ շատ էր դուր գալիս այդ բանը։ Ես շատ մեծ ջերմություն ապրեցի այդ ժամանակ, երբ որ մեկս մյուսով էինք, մեկս մյուսիս համար նորություններ էինք լսում, որ մեր տղեկը հետ են քշել սրանց, ուրախանում էինք, գոռում էինք, վերև էինք կրակում, ուրախանում։ Այդ պահերը, երբ որ մենք միասնական էինք, երբ որ մենք հավասար էինք, մենք ընկերական էինք, եղբայրական էինք, մենք իրար հետ էինք, մենք հայ էինք, չկար ստեղից, կար հայ, դա ամենալավ պահն էր իմ համար։ Երբ որ բոլոր այդ զապրետները, բոլոր կռանիցաները սենց ջնջվեցին ու բոլորը այսպես մեկը մյուսի համար, մեկը մյուսով։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կուզենայի մեջ բերել Գարեգին Նժդեի խոսքերից. «Մինչև հայ մարդը չզգա իր ուժի գերազանցությունը, չի ազատվի նա պարտվողական հոգեբանությունից։ Շնորհակալություն մեզ դիտելու համար»։